Պարոն Կիրակոսյան, տարածաշրջանը բավականին դինամիկ զարգացումների կիզակետում է ու հետաքրքիր է, որ ժամեր առաջ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կրակի մեջ էր ու քաղաքական ճգնաժամը արդեն մի քանի ամիս է շարունակվում է։ Այսօր արդեն մեկնաբանությունները բավականին հոռետեսական են, թե ինչպես կհանգուցալուծվի այս ճգնաժամը։ Ինչ եք կարծում, որն է այսօր Ուկրաինայի փրկությունը եւ այն ինչպես կանադառնա հետսովետական տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա, որը ուղենիշային է համարում ուկրաինական զարգացումները ու նաեւ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների վրա, որովհետեւ այս հարցը կարևորվում է նաեւ այս խնդրում։ It's a very good question because what we see is Ukraine is Հետաքրքիր հարց է, որովհետև այժմ մենք տեսնում ենք, որ Ուկրաինան դարձել է հակամարտության գոտի արևմուտքի եւ Պուտինյան Ռուսաստանի միջև։ Մենք այստեղ պետք է նշենք նաեւ, որ այս հարցում ավելի է կարևոր Ուկրաինայի նշանակությունը եւ այս խնդիրը վերաբերում է Ուկրաինայի նշանակությանը եւ եթե անդրադառնանք սեպտեմբերի 3-ի որոշմանը, ապա այդ դեպքում էլ խնդիրը Ուկրաինան էր։ Մենք եւս այստեղ շատ հետաքրքիր անակնկալ ենք նկատում եւ տեսնում ենք, որ Ուկրաինայի կառավարությունը այնքան թույլ է եւ այնքան վտանգված է, որ չդիմացավ եւ ուշ կիրառեց սեփական ժողովրդի դեմ մինչեւ Սոչիի օլիմպիական խաղերի ավարտը։ Տեսնում ենք, որ Ուկրաինան շատ դեպքերում վերածվել է մի փորձության, մի տեստի Եվրոպական միության եւ Արևմուտքի համար, տեստի Մոսկվայի համար, բայց այս դեպքում նաեւ պետք է հիշանք տակի նաեւ Հայաստանը որպես այդ փորձության մի մասնիկ։ Ինչքան է որ նման են Հայաստանը եւ Ուկրաինան, սակայն պետք է նշել, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջև եղած տարբերություններն ավելի նշանակալի են։ Ինչ դասեր պետք է քաղի Հայաստանը, կենտրոնանանք Հայաստանի վրա, այս զարգացումներից ու արևմուտքի դիրքորոշում ու քաղաքականությունը ինչպես է գնահատում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի համար այստեղ կարելի է հատկապես 3 դաս առանձնացնել։ Առաջի դասը վերաբերում է ինչպես Հայաստանի կառավարությանն, այնպես էլ Ուկրաինայի կառավարությանը, եւ դա այն դասն է, որ շատ վտանգավոր է անտեսել եւ ուշադրություն չդարձնել հասարակական փոփոխության եւ բարեփոխումների պահանջներին, ինչպես նաեւ ղեկավարել երկիրը, այլ ոչ թե կառավարել։ Երկրորդ նմանապես հավասարապես կարևոր դասը վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը։ Մենք տեսնում ենք Ուկրաինայում հասարակական լայն զանգվածներ ինքնաբուխ կերպով բարձրացել են եւ ոտքի են կանգնել, դա նշանակում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում հին ընդդիմադիր կուսակցություններն այլևս տեղ չունեն եւ սրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Եվ եթե մենք վերադառնանք Հայաստանին, ապա կտեսնենք, որ վերջին հասարակական զարգացումների ընթացքում լինի դա հասարակական տրանսպորտի խնդիրը, կൂട്ടակային կենսաթոշակային այս նոր օրենքը կամ մաքսային միության մուտքը, ապա կտեսնենք, որ հին քաղաքական ընդդիմությունը Հայաստանում այլևս անելիք չունի եւ նոր քաղաքական ուժի, նոր քաղաքական ընդդիմության տեղ կա բաց։ Եվ երրորդ ավելի կարևոր դասը այն է, որ մենք պետք է հասկանանք, որ ինչպես արևմուտքի, այնպես էլ Մոսկվայի քաղաքականությունն ուղղված Ուկրաինայի նկատմամբ ոչ պրոդուկտիվ է, ոչ արդյունավետ է եւ սխալ։ Հայաստանի համար սա նշանակում է մի շատ կարևոր բան, որ իրական փոփոխությունները չեն կարող բերվել դրսից, լինի դա արևմուտքը թե Ռուսաստանը, իրական փոփոխությունները, իրական ժողովրդավարական փոփոխությունները պետք է լինեն Հայաստանի ներսում, հայաստանցիների կողմից եւ հայաստանցիների համար։ Democratic change in Armenia has to be within Armenia by Armenians for Armenia. This is another lesson from Ukraine. Արևմուտքի դիրքորոշում ուկրաինական զարգացումներին ինչպես է գնահատում։ To be honest with you, I'm disappointed. Անկեղծնելու համար պետք է ասեմ, որ ես հիասթափված եմ արևմուտքի վերաբերմունքից, իմ կարծիքով արևմուտքի վերաբերմունքը Ուկրաինայի եւ ընդհանրապես հետխորհրդային տարածքի պետությունների հանդեպ կեղծավոր է եւ հասկացվածության պակաս կա այստեղ։ Երկրորդը, ես կարծում եմ, որ արևմուտքը բավական փափուկ գտնվեց եւ հատկապես Գերմանիան բավական փափուկ գտնվեց այս հարցում եւ չկարողացավ կողմ դիրքորոշում ունենալ։ Եվ երրորդը, որ կուզենայի առանձնացնել, դա այն հանգամանքն է, որ իմ կարծիքով Եվրոպական միությունը այս հարցում ոչ չափով բավարար պատրաստված էր։ Ինչ պետք է անի, ինչ է ակնկալվում, ինչ դիրքորոշում պետք է արևմուտքը ունենա ըստ ձեզ իրավիճակի հավասարակշռման համար։ Ես կարծում եմ, որ շատերը ինձ հետ կհամաձայնեն այս առումով, դա այն է, որ ինչպես Եվրոպական միությունն, այնպես էլ Արևմուտքն ընդհանրապես պետք է ավելի մարտահրավերներով լի քաղաքականություն ունենա եւ որոշ դեպքերում նաեւ կոնֆրոնտացիայի գնա Մոսկվայի հետ եւ հաշվի առնելով Մոսկվայի վերջին ստիպողական եւ ճնշում գործադրելու այս քաղաքականությունը պետք է ավելի կոնֆրոնտացիոն դիր գրավի Մոսկվայի հանդեպ։ Պարոն Կիրակոսյան, սեպտեմբերի 3-ից հետո մենք խոսում ենք մաքսային միության անդամակցության
միայն բացասական հեռանկարների մասին։ Ու հետաքրքիր է, քանի դեռ այլ տարբերակ չունենք, միգուցե կան չգրված ու գրված հնարավորություններ, որոնց մասին պետք է այսօր խոսենք։ Անկեղծնելու համար պետք է ասեմ, որ ես դեռևս լավատես եմ տրամադրված եւ թեպետ սեպտեմբերի 3-ի որոշումը ոչ միայն ռազմավարական հետընթացել, այլ նաեւ մեծ սխալ էր։ Ես կարծում եմ, որ Եվրոպայի դուռը թեպետ փակ է Հայաստանի համար, բայց այն դեռևս կողպված չէ եւ ինչպես Հայաստանը այդ ներկայիս կառավարություն, ներկայիս իշխանությունները եւ Եվրոպական միությունը դեռևս հանձնառու են այդ հարաբերությունները փրկելու։ Եվ եսում եւս մեկ անգամ շեշտել, որ ես դեմ եմ սեպտեմբերի 3-ի որոշմանը եւ ես կարծում եմ, որ դա կորցրած հնարավորություն էր այն առումով, որ նախագահ Հայաստանի Հանրապետության նախագահ շատ հեշտ հանձնվեց եւ շատ հեշտ տեղի տվեց ռուսական ճնշումներին, ինչպես նաեւ իմ կարծիքով շատ բացասական էր այդ որոշման ընդհանուր որոշման գործընթացը, թե ինչպես դա արվեց եւ ես կարծում եմ, որ այստեղ մեծ խնդիրներ կան։ Եվ եթե Հայաստանը վերջի վերջո մտնի մաքսային միություն, ապա այն բացասական կողմերը եւ մեծ վնասները, որ Հայաստանը կկրի, շատ ավելի մեծ կլինեն, քան օգուտները, բայց իրականում ես չեմ կարծում, որ վերջի վերջո Հայաստանը կմտնի մաքսային միություն։ Կան արդյոք հնարավորություններ, եթե այնուամենայնիվ անդամակցի Հայաստանն այդ միությանը։ Իրականում այստեղ վտանգը այն չէ, որ Ռուսաստանը մեծ ճնշում է եւ գործադրում եւ շատ է հանձնառու Հայաստանի ներգրավել մաքսային միության մեջ, այլ այն է, որ Հայաստանը շատ ավելի արագ է շարժվում դեպի մաքսային միություն, քան նույնիսկ ռուսներն են ակնկալում, եւ սա իմ կարծիքով կարող է եւս մեկ կորցրած հնարավորություն եւ եւս մեկ սխալ լինել։ Պարոն Կիրակոսյան, մաքսային միության եւ այս ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների հեռանկարներն ինչպես է գնահատում։ Այսօր հիմնավորված տեսակետներ կան, որ Ռուսաստանը այլևս չունի այնքան ռեսուրսներ, որպիսի ավարտին հասցնի իր բոլոր ինտեգրացիոն պրոյեկտները։ Դուք ինչ եք կարծում այս Անկեղծ ասած մի բան կա, որ ես շատ եմ սիրում Պուտինի եւ Ռուսաստանի միջև, դա այն է, որ նրանք շատ պարզ են եւ շատ հեշտ կանխատեսելի են, ինչ որ նրանք անում են, բավականին հեշտ է կանխատեսել եւ այս փորձը Պուտինի կողմից ուղղված է Ռուսաստանի իշխանությունը, Ռուսաստանի ազդեցությունը վերագրավել այս մոտիկ իրենց արտասահմանյան շրջանում։ Հայաստանի համար հիմնական վտանգը այստեղ կայանում է նրանում, որ այո, մենք իհարկե պետք է հարգենք Ռուսաստանի ազգային շահը, բայց պետք է նաեւ հասկանանք, որ ոչ միշտ է Ռուսաստանի շահը համընկնում Հայաստանի շահի հետ։ Ես դեմ չեմ Հայաստանի եւ Ռուսաստանի մերձ հարաբերություններին, սակայն ինչն է պակասում այդ հարաբերություններում, դա հարգանքն է եւ հարաբերությունների անհամաչափությունը։ Բայց ես նաեւ թերահավատ եմ այն առումով, որ Եվրասիական միության առումով այո, ոչ առաջին, ոչ վերջին պրոյեկտն է, որի մասին մենք լսում ենք եւ դա այն երբեք չի աշխատել եւ ես կարծում եմ, որ չի աշխատի։ Պարոն Կիրակոսյան, արևելյան գործընկերության հարցերով Չեխիայի արտգործնախարարության հատուկ բանագնաց Պիտեր Մարեշը տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ից 24-ը Պրահայում տեղի կունենա արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը եւ արևելյան գործընկերության երկրների նախագահները Էշտոնը եւ Ֆյուլեն կմասնակցեն բնականաբար։ Հետաքրքիր է ինչով եք բացատրում հապճեպությունը գագաթնաժողով կազմակերպելու եւ ինչ կարող է լինել օրակարգը։ Մեր կենտրոնը եւս սերտորեն համագործակցում է ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Եվրոպական հանձնաժողովի հետ եւ մենք աջակցում ենք նրանց Հայաստանի կառավարության կազմում, ովքեր եւս հանձնառու են Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացմանը, ինչպես օրինակ արտաքին գործերի փոխնախարար Զորհաբ Մնացականյանը։ Ես կարծում եմ, որ մենք բավականին շատ հնարավորություններ ենք կորցրել, բայց դեռևս մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհը բաց է եւ վերջերս լատվիական այդ պատվիրակությունը, որ եկավ Հայաստան, եւս փորձեց Հայաստանի հանձնառությունը դեպի Եվրոպական միություն մեծացնել եւ շատացնել։ Ինչ ձևաչափ եք տեսնում այս իրավիճակում, երբ Հայաստանը ստորագրել է եւ իրականացնում է մաքսային միության ճանապարհային քարտեզը, բայց նաեւ փաստորեն պաշտոնական մակարդակում հայտարարվում է, որ կա ցանկություն շարունակել քաղաքական համագործակցությունը եւ բարեփոխումները Եվրամիության հետ։ Իմ կարծիքով Հայաստանի կառավարությունը ոչ մի այլ ճանապարհ չունի, քան ռեֆորմները, եւ այդ ռեֆորմների միջոցով գոնե հնարավոր կլինի մեղմել այն ցավը եւ այն վնասները, որոնք եղան սեպտեմբերի 3-ի որոշումից հետո։ Ես կարծում եմ, որ Հայաստանի
եւ Եվրոպայության հետ հարաբերությունների առումով Հայաստանը պետք է ձգտի սահմաններից դուրս գալ, հա, ներկա սահմաններից դուրս գալ եւ ավելի խորը հարաբերություններ կառուցել Եվրոպական միության հետ, արևելյան գործընկերության շրջանակներում, բայց նաեւ պետք է ասել, որ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո Հայաստանը ցուցակի մեջ շատ իր տեղը զիջել է եւ հավասարվել այնպիսի երկրներ ինչպիսիք են Բելարուսը եւ Ադրբեջանը։ Այս նոր գագաթնաժողովի օրակարգը ինչ է լինելու։ Միգուցե Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցիացիան համաձայնագրերի ստորագրում, միգուցե Եվրամիությունն արագացնում է այս գործընթացը։ Ես չեմ կարող հարցին պատասխանել, ես չգիտեմ, այս հարցը երևի ավելի լավ կլինի տալ Հայաստանի կառավարությանը կամ Չեխերին։ Նաև զուգահեռաբար շարունակվում են Իրան-Արևմուտք բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ ու շատ խոսում են նոր հնարավորությունների մասին, ինչպես կառուցել դիվանագիտություն, ինչպես օգտվել նոր հնարավորություններից, կամ միգուցե Մաքսային միության անդամակցությունը մեզ սահմանափակում է որոշակի առումով, ինչ հնարավորություններ եք դուք տեսնում։ Եվ եւս մեկ անգամ Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի լինելու միջնորդ Հայաստան Արևմուտքի եւ Իրանի միջև եւ այս process-ը շատ կարեւոր է նաեւ հենց Հայաստանի համար։ Բայց անկեղծնելու համար պետք է ասել, որ արդեն բավական երկար տարիներ Հայաստանը ուղղակի չի կարողացել իր հզոր պոտենցիալը փոխարկել իրական շահույթի եւ իրական օգուտների եւ Իրանի հետ հարաբերությունների առումով։ Պետք է նշել, որ Հայաստանի համար հիմնական արգելքը ոչ Վաշինգտոնն է, ոչ Բրյուսելը եւ ոչ էլ Թեհրանն, այլ Մոսկվան։ Պետք է նշել նաեւ, որ այս Իրանի եւ Արևմուտքի հարաբերությունների տաքացման ֆոնին Ռուսաստանը կարծես թե դուրս է մնում ընդհանուր պատկերից եւ ավելի քիչ կարևոր է դառնում Իրանի համար եւ այդ պատճառով ավելի քիչ ցանկություն կունենա Հայաստանի ներգրավել այս գործընթացում, բայց իրական փորձությունը դեռևս գալիս է եւ Իրանի նախագահը պետք է ժամանի Հայաստան։ Պարոն Կիրակոսյան, լիահույս եք, որ եթե կա արգելք Մոսկվայի կողմից, Հայաստանը կարող է միջնորդ լինել, թե մենք փակենք այս դուռը։ Իրանի առումով պետք է նշել, որ Հայաստանը Իրանի համար բավական շատ կարևոր է այն առումով, որ իրենից ներկայացնում է կայուն, դրական եւ ընկերասեր պետություն, իսկ Հայաստանի համար Իրանը հանդիսանում է ալտերնատիվ ճանապարհային ուղի եւ էներգակիրների ալտերնատիվ աղբյուր։ Անկեղծ ասած, պետք է նշել նաեւ այստեղ ռուսական այդ խնդրին անդրադառնալով եւ Իրան-Հայաստան հարաբերություններին անդրադառնալով, որ կա եւս մեկ խնդիր, դա վստահության պակասն է։ Սա նշում եմ այն առումով, որ արդեն իսկ իրանական Իրանի որոշ նախարարներ քննադատել են Հայաստանի որոշ նախարարների կոռուպցիայի եւ ոչ կոմպետենտ լինելու մեջ եւ սա խորացնում է վստահության պակասը։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախաշեմին ենք ու դեկտեմբերին կայացավ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցը Հայաստան ու տեսակետներ հնչեցին, որ ճիշտ չօգտագործվեց այդ հնարավորությունը։ Դուք ինչ հնարավորություններ եք տեսնում բանակցությունների վերսկսման ու ավելի կառուցողական բանակցությունների առումով։ Եկեք խնդրին սկզբից անդրադառնանք դիվանագիտական տեսանկյունից եւ այս առումով պետք է նշել, որ ամբողջ ծանրությունը, ամբողջ բեռը գտնվում է Թուրքիայի վրա։ Հայաստանի իշխանությունները, Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդը արել է ամեն ինչ իր կողմից պահանջված եւ փորձել է օգնել Թուրքիային շարժվելով դեպի ցեղասպանության 100-ամյակը։ Սակայն Թուրքիայի որոշումն է եղել ամեն անգամ կորցնել այդ հնարավորությունը։ Կարծես թե պարզ է, որ թուրքական իշխանությունները ներքին խնդիրների եւ Թուրքիայի ներսում արկա կոնֆլիկտի պարագայում այդքան էլ հակված չէ ինչ որ քայլեր անել այս ուղղությամբ, սակայն քաղաքացիական հասարակության առումով բավականին մեծ ջանքեր եւ գործողություններ են կատարվում եւ մենք աշխատում ենք հատկապես այն թուրքերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր ընդունում եւ ճանաչում են հայոց ցեղասպանությունը։ Եվ ես դեռևս հավատացած եմ, որ դեռևս արձանագրությունների ստորագրումից Հայաստանի դիվանագիտությունն ավելի ուժեղ եւ ավելի պինդ տեղ է գրավում Թուրքիայի առումով, իսկ ցեղասպանության առումով բարոյական ավելի բարձր դիրքում ենք մենք։